Ոչ բռնի հաղորդակցության 4 քայլերը։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Մենք սկսում ենք հաղորդակցության ուժը հաղորդման հաջորդ թողարկումը։ Նախորդ թողարկման ընթացքում մենք խոսեցինք ոչ բռնի հաղորդակցության մասին, որպես խաղաղության և փոխըմբռնման հիմնարար ձևի։ Տեսանք, թե ինչպես է ամերիկացի հոգեբան Մարշալ Ռոզենբերգի կողմից ստեղծվել ոչ բռնի հաղորդակցության տեսությունը։ Այն ստեղծվել է մարդկանց օգնելու նպատակով, այլ կերպ ասած, միմյանց լսելու և հասկանալու համար, և որ ամենակարևորն է, առանց դատելու։ Ռոզենբերգը հավատում էր, որ խոսքը կարող է դառնալ կամուրջ մարդկանց միջև, եթե այն արտահայտում է զգացմունքներն ու կարիքները և չի փոխանցում մեղադրանքներ։ Նախորդ հաղորդման ընթացքում նաև պարզեցինք, որ ոչ բռնի հաղորդակցությունը կիրառվում է ոչ միայն ընտանիքներում և դպրոցներում, այլև հասարակական, կառավարման ու միջազգային հարաբերություններում, նվազեցնելով լարվածությունը և խթանելով համագործակցությունը։ Այսպիսով կարելի է ասել, որ այն ոչ միայն խոսքի, այլև մտածողության և ապրելու ձև է։ Այս թողարկման ընթացքում մենք արդեն խոսելու ենք հաղորդակցության և շփման ընթացքում մոտեցումների մասին, որոնց հիմքում ընկած են ոչ բռնի հաղորդակցության կարևոր քայլերը, թե ինչպես խոսել, որ մյուսը պաշտպանվելու փոխարեն բաց լինի հասկանալու համար։ Եվ արդեն այս անգամ Արաքսն ու Արան քննարկել են ոչ բռնի հաղորդակցման 4 հիմնական քայլերը՝ դիտարկում, զգացմունք, կարիք և խնդրանք։ Դիտարկում սկսվում է պարզ և ճշգրիտ փաստերից առանց գնահատականների կամ մեղադրանքի։ Սա ստեղծում է վստահություն և թույլ է տալիս ներգրավված կողմերին իրավիճակը հասկանալ ավելի հստակ։ Զգացմունք բացահայտում ենք մեր իրական ապրումները՝ ուրախություն, տխրություն, անհանգստություն կամ շնորհակալություն։ Զգացմունքները կապ են ստեղծում մարդկանց միջև, մոտեցնում զրուցակիցներին և հաղորդակցությունը դարձնում ավելի կենդանի։ Կարիք մեր զգացմունքների հիմքում ընկած են մարդկային կարիքները, օրինակ՝ հարգանք, անվտանգություն, ընդունում, փոխկապվածություն և այլն։ Կարիքների ճանաչումը մեզ ավելի կարեկցող և բաց է դարձնում։ Ըստ այդմ, թույլ է տալիս նաև հարգել մյուսների կարիքները։ Խնդրանք հանգիստ, սիրալիր ձևով արտահայտված ցանկություն կամ հրավեր, որը վիավորում է և օգնում կառուցել փոխըմբռնման և վստահության կապ։ Արայի և Արաքսի երկխոսության ընթացքում Արան այս անգամ արդեն ներկայացրել է ոչ բռնի հաղորդակցման 4 հիմնական քայլերը, համեմատելով դրանք վարդերի խնամքի հետ և միաժամանակ ցույց տալով, որ ինչպես ծաղիկների համար ենք նկատում, հասկանում և ապահովում անհրաժեշտ բաղադրիչները առանց ուժի, նույն կերպ պետք է վարվենք մարդկանց հետ, դիտարկելով, լսելով, հասկանալով և հարգելով նրանց կարիքները։ Թողարկման գլխավոր ուղերձն է խոսել սրտից, լինել ավելի բաց և արված յուրաքանչյուր բառ դարձնել քայլ դեպի փոխըմբռնում և ինքնաճանաչում։ Բարև բոլորին։ Դուք լսում եք հաղորդակցության ուժը փոդքասթի հերթական թողարկումը։ Այսօրվա թեման այն մասին է, թե ինչպես կարելի է խոսել, որ մյուսը ոչ թե պաշտպանվի, այլ հասկանա, առանց վիրավորվելու։ Այսօր իմ զրուցակիցը կրկին Արան է։ Բարև Արաքս։ Շատ հաճախ թվում է մենք շատ ենք խոսում, բայց արդյունքում միմյանց չենք լսում։ Ոչ բռնի հաղորդակցությունը կամ ՎԲՀ-ն ինձ սովորեցրել է կարևորը։ Հաղորդակցությունը միայն բառերի մասին չէ, այլ կապի, սրտից սիրտ փոխանցվող կապի։ Արա, երբ ասում ես խոսել սրտից, ինչ է դա նշանակում։ Փորձեմ ներկայացնել հնարավորինս մատչելի։ Ոչ բռնի հաղորդակցությունը հիմնված է 4 պարզ, բայց խորքային քայլերի վրա։ Դիտարկում, զգացմունք, կարիք, խնդրանք։ Եվ հենց դրանց հավասարակշռության մեջ է ողջ նրբությունը, որը թույլ է տալիս ապրել ավելի համագործակցային և հանգիստ։ Այո, արի խոսենք այդ 4 բաղադրիչների մասին։ Կբացատրես առաջինը՝ դիտարկումը։ Դիտարկումը նշանակում է ամեն ինչ սկսել պարզ և ճշգրիտ փաստերից, առանց գնահատականների, մեղադրանքների կամ պիտակների։ Դա այն պահն է, երբ մենք պարզապես նկատում ենք, ինչ է տեղի ունենում, ինչ ենք տեսնում կամ լսում, չենք շտապում և անմիջապես կարծիք չենք հայտնում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ուշացել է հանդիպումից, կարող ենք ասել. «Դու ուշացար հանդիպումից»։ Սա պարզապես փաստ է, որը կարող է լինել քննարկման մեկնարկ։ Բայց եթե ասենք. «Դու անպատասխանատու ես», սա արդեն գնահատական է, որը դատապարտում է մարդուն և հաճախ առաջացնում պաշտպանվելու ցանկություն։ Դիտարկումը թույլ է տալիս խոսել անկեղծ և խաղաղ, առանց մեղադրելու։ Այս մոտեցումն օգնում է ստեղծել վստահություն, քանի որ մարդիկ զգում են, որ դու փորձում ես հասկանալ իրավիճակը, ոչ թե դատել։ Դա նման է վարդերը խնամելուն։ Առաջին հերթին դիտարկվում է, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուր ծաղկին։
Նա ուշադրություն է դարձնում հողի խոնավությանը, լույսին, ջերմաստիճանին եւ շտապ գնահատական չի տալիս եւ գործողություն չի իրականացնում։ Նա չի մտածում, այս վարդը թույլ է, իսկ մյուսը ուժեղ եւ գեղեցիկ։ Նա պարզապես գնահատում է իրավիճակը, համապատասխան արձագանք տալիս եւ խնամում, որպեսզի ամեն ծաղիկ ստանա լավագույն պայմանը։ Նույնը կարելի է կիրառել հաղորդակցության ժամանակ, երբ մենք դիտարկում ենք եւ միայն նշում ենք իրականությունը, փաստերը, առանց ավելորդ պիտակների կամ դատողությունների։ Դա թույլ է տալիս հասկանալ մարդկանց, ընդունել նրանց այնպիսին, ինչպիսիքն են, եւ կառուցել բաց, աջակցող եւ ազնիվ հարաբերություններ։ Այսինքն դիտարկումը հիմք է փոխըմբռնման համար, միևնույն ժամանակ հիմք է ծառայում բաց եւ անկեղծ խոսակցություն իրականացնել։ Ճիշտ է։ Երբ մենք դատում ենք, չենք լսում։ Երկրորդ քայլը զգացմունքն է, ինչպես է այն գործում։ Զգացմունքները արտահայտում են այն, ինչ մենք իրականում ապրում ենք։ Դրանք կարող են տարբեր կերպ արտահայտվել. տխուր եմ, ուրախ եմ, անհանգիստ եմ, շնորհակալ եմ։ Զգացմունքները մեզ տեղեկացնում են մեր ներքին վիճակի մասին եւ օգնում են մյուսներին տեսնել մեր մարդկային կողմը։ Զգացմունքները ձևավորում են մեր ինքնությունը, նաեւ կարելի ասել դիմագիծը։ Երբ մենք բացահայտ արտահայտում ենք մեր զգացմունքները, մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները տեսնեն այն, ինչ կենթանի է մեր մեջ, ոչ թե միայն մեր մտքերը կամ գործողությունները։ Այս պահին կարող ենք մտածել մեր սիրած վարդերի մասին։ Ինչպես վարդերը նուրբորեն բացվում են եւ ցուցադրում իրենց ողջ գեղեցկությունը, այնպես էլ մեր զգացմունքները կարող են բացվել զրույցում, անկեղծորեն եւ ազնիվորեն, եւ հնարավորություն են տալիս մեզ տեսանելի դառնալ, առանց թաքցնելու։ Երբ մենք ասում ենք, որ ինչ-որ բան մեզ ուրախացնում է, մենք բացում ենք մեր սիրտը, ինչպես ծաղիկն է բացվում արևի լույսին։ Երբ խոստովանում ենք տխրությունը կամ անհանգստությունը, մենք ցուցադրում ենք մեր մարդկային կողմը եւ թույլ ենք տալիս, որ ուրիշները մոտենան մեզ հասկանալով եւ աջակցելով։ Այսպիսով, զգացմունքները չեն միայն փոխանցում մեր ապրումները, դրանք կապ են ստեղծում, մոտեցնում մարդկանց եւ հաղորդակցությունը դարձնում ավելի կենթանի եւ իրական։ Բայց շատերը վախենում են զգացմունքները ցույց տալ։ Կարծես դա թուլության նշան է եւ մտածում են, որ այդպես սխալ է։ Հակառակը, հարգելիս, զգացմունքները արտահայտելը եւ դրանից չվախենալը ուժի նշան է։ Երբ ասում եմ, ես մենակ էի ինձ զգում, որովհետեւ ուշադրության կարիք ունեի, ես ոչ թե մեղադրում եմ, այլ կիսվում եմ իմ զգացվողով, ինչն էլ ստեղծում է փոխըմբռնման հնարավորություն։ Երրորդ քայլը կարիքներ, չէ՞։ Իսկ այս ամենին ինչ է ավելացնում կարիքը։ Մեր բոլոր զգացմունքների հիմքում կան կարիքներ, օրինակ հարգանքի, անվտանգության, արժևորման, փոխկապվածության եւ ընդունման։ Երբ մենք արտահայտում ենք զգացմունքները, հաճախ դրանց հիմքում ընկած են հենց կարիքները, որոնք մենք բավարարել կամ չենք բավարարել։ Եթե մենք նախ հասկանում ենք մեր կարիքները, ապա սկսում ենք տեսնել նաեւ ուրիշների կարիքները։ Մենք ավելի կարեկչական եւ բաց ենք դառնում, որովհետեւ գիտենք, որ բոլորիս մոտ կան նույն համընդհանուր մարդկային կարիքները՝ սեր, հարգանք, աջակցություն եւ ապահովություն։ Մարդկային կարիքների ցանկը շատ լայն է, եւ այստեղ նշված են միայն մի քանիսը։ Ըստ Ռոզենբերգի կարիքները հիերարխիկ չեն, այսինքն չկա կարիք, որ ինքնին ավելի կարևոր է մյուսներից։ Տարբեր իրավիճակներում մարդուն կարող են ավելի կենթանի թվալ տարբեր կարիքներ։ Այս ամենը նույնպես կարելի է պատկերացնել վարդերի խնամքի միջոցով։ Երբ մենք ծաղիկները ջրում ենք, նկատում ենք, թե իրենց աճի համար ինչքան ջուր եւ ինչքան լույս է պետք։ Երբ մենք հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուր ծաղկին, դրանք ծաղկում են գեղեցիկ եւ առողջ։ Նույն կերպով, երբ մենք նկատում ենք մեր իսկական կարիքները եւ լսում ուրիշների կարիքների մասին, դա մարդկանց միջև բնական կապ է ստեղծում։ Հենց այդ կապն էլ դառնում է հիմք, որ իրար լսելու, հասկանալու եւ աջակցելու համար։ Այս մոտեցումը մեզ օգնում է հաղորդակցվել ոչ թե բառերով, նա ընդհերքում է նաեւ մեր զգացմունքները եւ կարիքները։ Արա, կներկայացնես մեզ 4-րդ քայլը, խնդրանքը։ Ո՞րն է դա։ Խնդրանքի քայլը սկսվում է, երբ մենք արդեն հասկացել ենք, թե ինչ ենք զգացել եւ ինչի կարիք կա։ Դա հորդոր կամ պարտադրանք չէ, այլ հրավեր, խաղաղ եւ ուշադրություն պահանջող ձևով։ Խնդրանքը հաղորդակցությունն օգնում է կապը պահել, քանի որ արտահայտում է մեր ցանկությունը ավելի ամբողջական եւ իրատեսական լինել հարաբերություններում, առանց մյուսին մեղադրելու կամ ճնշելու։ Ես մի օրինակ բերեմ այս քայլի հետ կապված։ Կուզես հաջորդ անգամ խոսելուց հեռախոսդ մի կողմ դնես, որպեսզի կարողանանք իրար հետ ավելի սերտ շփվել եւ լսել միմյանց։ Դիտարկենք այս նախադասությունը։ Նա արտահայտում է մեր կարիքը լինել լսված եւ կապի մեջ, բայց բառերը ընտրված են այնպես, որ դրանք միավորում են, ոչ թե բաժանում։ Նա չի պատժում եւ չի պահանջում եւ որակավորումներ չի տալիս, այլ հրավիրում է մասնակցելու լավ միջավայրի ստեղծմանը։ Եթե մտածենք վարդերի մասին, խնդրանքը նման է այն պահին, երբ Արան, խնամելով վարդերը, դիտարկում է, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուր ծաղկին, հասկանում է կարիքները եւ տալիս է ծաղիկներին այն, ինչ անհրաժեշտ է, առանց ուժ գործելու։ Այսպիսով, խնդրանքը հաղորդակցության մեջ դառնում է այն գործիքը, որը կապ է ստեղծում մարդկանց միջև, օգնում է բավարարել կարիքները եւ զարգացնել վստահությունը եւ ուշադրությունը։ Շատ հետաքրքիր է։ Դու չես մեղադրում, այլ հրավիրում ես փոխըմբռնման, ինչն էլ հենց ոչ բռնի հաղորդակցման լեզվով է։ Այո, այդպես բառերը դառնում են կամուրջներ։
Ինչպես վարդերի դեպքում էր, սրտով ընտրում ես ամենակարևոր ճյուղն ու ջրում իրենց զգայուն խնամքով։ Այս նույնն էլ հենց մարդկանց հետ հարաբերություններում է հաղորդակցության ժամանակ։ Շատ հետաքրքիր է։ Դա չի նշանակում ոչ բռնի հաղորդակցության ձև միայն, այլ նաև Կյանքի հանդեպ վերաբերմունք, ինքնավստահության բարձրացման միջոց։ Ճիշտ է, սա ներքին մշակույթ է։ Մարդուն ամբողջական տեսնելը, առանց մեղադրելու խոսելը, առանց պաշտպանվելու լսելը։ Շնորհակալ եմ այս զրույցի համար Արա ջան։ Հրաշալի է։ Իրականում ոչ բռնի հաղորդակցությունը փաստորեն սովորեցնում է ոչ թե հաղթել զրույցում եւ մրցակցել, այլ միավորվել։ Եվ եթե ունկնդիրները փորձեն այս 4 քայլերը՝ դիտարկում, զգացմունք, կարիք, խնդրանք, մեկ զրույցում, դա արդեն կլինի մեծ փոփոխության սկիզբ։ Խոսեք ջերմ, լսեք սրտաբաց, եւ ամեն բառ կդառնա մի քայլ դեպի մարդուն։ Եվ դեպի ինքներդ ձեզ։